79 ծնողներն են հայրիկ վճարում, որից գոյանում է պետական բյուջեն եւ կարծում եմ ողջամտության սահմաններում են ծախսը կա։ Բայց տեղյակ չեմ անձամբ թե ինչքան է ծախսում։ Որ Անահիտ Ավանեսյանը պարային խմբի անդամներից է, տեղյակ եք այլ ԿՊԱ-ականներ եւս պարային խմբից կլինեն։ Չէ, տեղյակ չեմ, անկեղծ ասած, հասկանում եմ, դες փորձում եք մի քիչ հումորային բանի տանել, բայց դուք հասկանում եք, չէ՞ որ նախարարին տարօրինակ է տեսնել, ինչ որ երաշտական։ Ես հասկանում եմ, որ ձեզ համար նախարարին տարօրինակ է տեսնել, օրինակ բացի գողությունից այլ բան անել, որտեղ երբ որ երեք դուք Ռոբերտ առողջապահության համակարգը ներդնում եք բազմաթիվ հազար ներողություն եմ խնդրում, որ անձնավորում ձեզ, ես նկատի չունեմ անձամբ ձեզ, էլի, այդ թվում ինձ, այո, տարօրինակ է ինչ որ առումով տեսնել, որ նախարարը բացի գողանալուց կարողանում է նաև ապարել, հասկանում եք, որտեղ երեկվային անձնավորության ասուլիսին որ գնացել եք, իրանց նախարարները այո, ապարելու ժամանակ քաղաքացիների հետ այդ թվում ապարելու ժամանակ չունեն, որտեղ ավելի կարևոր գործով էին զբաղված, որովհետև լրացել էր գուցե ինչ որ մեկի մի ամիսը, որ ինքը նոտար չի գնացել հերթական իր տունը գրանցելու համար։ Դե պարզ է, կարող է եւ նաև ձեր համար տարօրինակ թվա, ինձ համար տարօրինակ ոչ մի բան չկա եւ երբ որ փորձում ենք այդպես պիտակավորումներ տալ, այդ թվում մեր ընդդիմությունը, դուք հասկանում եք, որ մեր երկրում առնվազն մի քանի տասնյակ հազար երեխաներ բարի են գնում այս բանը։ Եվ երբ որ այդ ուղերձ տալիս ենք ապարել, այդ մարդկանց մոտ ինչ են ուզում ձեւ որ ապարելը այդ ինչ որ մի հատ ծիծաղելու բան, հա։